Ողջույն ձեզ քուրեր եւ եղբայրներ, մեր հերթական բնագից հաղորդումն է եւ այսօր մենք պետք է քննարկենք մի երկու հարց, առաջինը իհարկե բոլորիս մտահոգող եկեղեցու հարցն է, զինվորականության հարցն է, մեր սոցիալական իրավիճակի հարցն է, ինչ է կատարվում, Եկեղեցականներին եւ զինվորականներին շարունակում են դատել, կալանավորել ու պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ մեր իշխանությունը ոնց որ թե իր համար հաջողություններ է ձեռք բերել ու մեղավոր է այդ հարցերի, ես պետք է նորից կրկնեմ, դա հենց զինվորականներն են եւ եկեղեցիականներն են, որոնք իրար վրա գրում են։ Գիտեք, Հայաստանի պատմության մեջ ցավոք սրտի ոչ մի ղեկավար չի հելել եւ չի ասել, հա ես այդ հրամանը տվել եմ ու գրում եմ, պատրաստ եմ կրել պատասխանատվություն։ Դա մեր բոլոր երկրի ղեկավարները նման դիրքն են։ Մենք չենք իմացել, մեկն ասում է, ես չեմ իմացել, որ զորքստից դուրս եկե գնացել անդե, մյուսն ասում է, ես չեմ ցուցում տվեք, երբևիցե հայկական հողեր չեմ հանձնել, երրորդը, չգիտեմ, ուրիշ բաներ են ասում, եւ ի վերջոն չի բերում, որ դատարանում իրենց կողքին նստում են մարդիկ, ով կատարել են այդ մարդկանց հրամանը։ Եթե երկրի ղեկավարը դուրս է գալի եւ ասում է, ես եմ տվել այդ հրամանը եւ պատասխանատվություն եմ կրել, ապա հրաման կատարողին չեն կարող ոչ մի բան ասել։ Եւ ցավոք սրտի պետք է ասեմ, մեր երկրում չկա այդպիսի բան, որ մեկը իր վրա վերցնի պատասխանատվություն։ Չկա։ Միջալոց դա խոսքը չի գնում մենակ ասենք երկրի ղեկավարների մասին։ Խոսքը գնում է եւ բարձրաստիճան զինվորականների մասին, եւ եկեղեցականների մասին, եւ մյուսների մասին։ Մարդը զորքի հրամանատարն է, չի ասում, ես եմ պատասխանատուն, ես եմ հրաման տվել, կամ ես չեմ տվել հրաման, չի ասում դա։ Ասում է, ես չեմ իմացել, ինքը գլխիցս թռել է, չգիտեմ ինչ արել, ուղիղ ենթակայության եղել, ամեն ինչ անում են, որ մարդիկ պատասխանատվություն չվերցնեն իրենց վրա։ Իսկ այն դեպքում, որ ասենք, ես մի անգամ ասել եմ, պատկերացրեք, տեղի է ունենում հոկտեմբերի 27, մի խումբ մտնում են ամբողջ պարլամենտը գնդագահարում են։ Մի հոգի չի ելնում ասի, որ ես իմ պաշտոնական պարտականությունները չեմ կատարել, դրա համար հրաժարական եմ տալի։ Պատկերացնում եք, հետո այդ մարդիկ գնում են, նախագաներ են դառնում, չգիտեմ ինչեր են դառնում ու նույն կարգավիճակով աշխատում են։ Հիմա չենք հասկանում, այդ Արցախը ով հանձնել, սա հրաժարվում են։ Մեկն ասում է, տեսեք, ես իմ ժամանակ ես սենց եմ տարել, մեկն ասում է, ես սենց եմ տարել, այսօրվան էլ ասում է, ես չէի կարա պահեի, որտեվ են նախկինները, մեկը չէ լավ, տղամարդորեն ասի ես եմ որոշել այդպես ու պատրաստ եմ կրել պատասխանատվություն։ Այ միջև մենք այդպիսի երկրի ղեկավարներ չունենանք, մեր երկիրը երկիր չի դառնա։ Մեզ արդեն ասում են քաղաքական կառլիկներ։ Դասում ես այնօր կարդացել եմ, ահավոր ջղայնացել են։ Ասում են Ալիևը հաղթել է իր կողքի կառլիկներին, հիմա էլ իրան ռեգիոնում թագավոր է ասում։ Շատ եմ զայրացել գրածի վրա։ Վեդոմստիում է գրած այդ հոդվածը։ Կարակ բացեք նայեք։ Ու ես հասկացա, գիտեք, մեզ աշխարհում համարում են քաղաքական կառլիկ։ Թող ներողը լինեն մարդիկ, ես սա չեմ խոսում հիվանդության մասին, չեմ խոսում այն մարդկանց մասին, որ այդ կարգավիճակում են, սա ուղղակի ոնց որ սիմվոլ է լինի արդեն։ Քաղաքական կառլիկ։ Արդեն կզել էլ պետք չի։ Արդեն կեսը կտրել են։ Հասկանում եք։ Ոնց կարա երկիրը երկիր դառնա, երբ որ սպան,
փոխգնդապետը, որ գնում է թոշակի, մի քանի պատերազմի մասնակիցը, պետք է տաքսի վարորդ, տաքսի քշի կամ ուրիշ գործով զբաղվի, որ կարողանա իր թոշակով զբացի ինչ-որ գումար հայթայթի, որ բերի տուն պահի։ Ես 30 տարուց ավել ծառայել եմ, գիտեք իմ թոշակն ինչքան է։ 250,000-ի մոտ թոշակ, ես ես մի քանի տարի չեմ ստանում, դրա համար հստակ չեմ հիշում, բայց մոտ 250,000 դրամի մոտ է։ Գնդապետի, փոխգնդապետի թոշակները, ասենք միջինն այսպես պաշտոնական ինչ-որ դիրքեր զբաղեցնող 140,000-ից մինչև 180,000 դրամով։ Ես ուզում եմ, որ մեր երկրում բոլոր թոշակառուները լավ ապրեն, կապ չունի մասնակցությունից, բայց չեմ կարծում, որ կա արդարություն, հա։ Օրինակ դատավորը, որը 25 տարեկանին գեներալ է դատում, հա, եթե գնա թոշակի, ինքը ստանալու է 750-800,000 դրամ։ Եթե հասարակ դատախազը ստանում է 320-350,000 դրամ, խոսք չի եթում ինչ-որ բարձր պաշտոնի մասին։ Ոնց կարանք Վազգեն Սարգսյանի ինստիտուտը, ասենք, ապահովենք, որ գան գրագետ մարդիկ։ Քանի չանեն, սաղ կյանքը խրամատում նստեն, հետո իրանց բռնեն դատեն, հա, բռնեն դատեն։ Հետաքրքիր է, զինվորականը մարտի ժամանակ, երբ որ պարտվում է, բռնում սաղին դատում են։ Եթե երկրում սպանություններ է գնում, ինչի չեն դատում, օրինակ, ՄՎԴ-ի նախարարին, կներեք։ Ինչի չեն դատում դատախազին, որ հանցագործությունը շատացել է։ Ու նորից եմ կրկնում, ոնց կարա մարդը 30 տարի ծառայի, խրամատներով վազի, իր կյանքը դնի վտանգի տակ, հետո գա տաքսի քշի որ տուն պահի։ Եթե դա նորմալ է, ասեք, նորմալ է հասկանամ։ Դրամա էլ իրանց երեկվային մարդիկ, որոնք սեփական կատու չունեին, հելնում ասում են, $200,000 ինչա որ ես չկարողանամ կվարձիրանալ։ Մարդը սեփական կատու չուներ։ Տեսեք ինչից ինչ են դառել։ Ինչ-որ կոմունիստների խոսք ասում, ով չի եղել ոչինչ, դառել է ամեն ինչ։ Այսօր մեր երկրի վիճակը սա է։ Ես ասեմ, որ մենք պարբերաբար խոսելու ենք այս հարցերի շուրջ եւ մյուս իմ հաղորդումների ժամանակ պատրաստում եմ որոշ արդեն բաներ հրապարակեմ, քիչ-քիչ հրապարակելով եւ կգանք վերջում այն հայտնի փաստաթուղթը կհրապարակենք, որ սրանց երեսը տեսնի։ Ու մեկ էլ ուզում եմ սրանց նորից ասեմ, ինչքան իրանք ին վրա քրեական գործ հարուցեն, այնքան ես ուժեղանում եմ եւ իմ դիրքերը ամրանում եմ։ Պարզ ասեմ, ես գիտեմ, որ նորից ինչ-որ քրեական գործ են հարել, ինչ-որ իրանց իշխանությունը վարկաբեկելու համար։ Իրանք չեն հասկանում, որ իրանք են, հենց իրենք են վարկաբեկել իրենց իշխանությունը։ Նայեք, կզած մանգալով, արդեն սաղ աշխարհում ես քաղաքական կառլիկներ են ասում։ Մենք մեր պայքարը շարունակելու ենք, ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, բայց ազգերը, որոնք հանձնվում են, վերանում են։ Շնորհակալություն։